Խոսում է խաղաղության պայմանագրի համաձայնության մասին, Երևանից Ադրբեջանի նախագահի խորհրդականը այս ֆոնին խոսում է այն մասին, որ Հայաստանը պետք է իբրև թե օկուպացված տարածքների համար փոխհատուցում տա։ Այս ռետորաբանությունը դուք որքանով եք տրամաբանական համարում, եթե խաղաղության պայմանագիրը պետք է համաձայնեցվել է արդեն եւ Հաջիևը նման հայտարարություններով է հանդես գալիս։ Դե իսկապես այս դրսևորումներից են, որ ոչ կառուցող, ես փորձում եմ նաև հասկանալու մեղմ արտահայտվել եւ ձևակերպել, իսկապես այն դեպքերից է, որ ոչ այնքան կառուցողական հայտարարություններով ուղղակի տորպեդահարում ենք բանակցային գործընթացի եւ կարգավորումը եւ հարաբերությունների հաստատումը, միանշանակ ոչ մեկ չեմ կիսում, այլև եթե պետք լինի, ես կարող եմ տասնյակ կետեր ասել, որտեղ իրենց կողմից ոտնահարվել են թե մարդու իրավունքները, թե նյութական վնասը, դուք նյութական վնասի մասին եք ասում, բայց ուզում եմ ասել, որ այն դրույթը, որի մասին վերջերս այդքան խոսում ենք, այն երկու հոդվածներից մեկը հատկապես իրավական այդ հայցերի առումով, այն պահին, երբ որ ուժի մեջ կմտնի պայմանագիրը, կողմերը հետ կքաշեն հայցերը եւ միևնույն ժամանակ պարտավորություն է ստանձնում երկու կողմներ ապագայում եւս հանդես չգալ իրար նկատմամբ հայցերով այն հարցերի շուրջ, այն խնդիրների շուրջ, որոնք գոյություն ունեցել կողմերի միջև մինչև պայմանագրի ստորագրումը։ Այսինքն բոլոր այն վեճերը, որ մենք հիմա ունենք, ենթադրվում է, որ բոլոր այդ վեճերով պետք է կողմերը գնան հաշտեցին արդեն։ Եվ այս շատ ուղիղ պատկերացրել